Դուք ունեք վարչապետի թեկնածու։ Մենք վարչապետ ունենք, ուրիշ թեկնածու չունենք։ Չէ, չունենք։ Առայժմ ոչ։ Իսկ ինչպեսին կուզեք, որ նա լինի։ Ժողովրդասեր։ Նիկոլ Փաշինյանին տեսնում եք այդպիսի։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, նրան նշանակել են եւ նա կատարածու է։ Աբա դա ես ոչ մեկ բան չեմ գիտեր։ Ես նոր եկել եմ, մեկ օր է։ Ուզեմ լավ վարչապետը, աստվածաբախ վարչապետը, հայրենիքը սիրող վարչապետը, ժողովրդին ցավ զգացող, հուզմունքները զգացող վարչապետը, որ ինչպես ինքն իրեն մասին կմտածի, այնպես հալ ժողովրդին զավակներու մասին մտածի։ Նիկոլ Փաշինյանին տեսնում եք այդպիսի։ Չեմ ճանչնար իրեն, որ գիտնամ այնպիսին է։ Ումն ասեմ այժանդումը կուզեիր։ Դեռ չգիտեք ում եք։ Կուզես էստեն Տարբեր անուններ կա, Սամվել Կանակացյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուկյան, Արթուր Ղանեցյան։ Նախկին բան է։ Ում եք տեսնում։ Չեմ ուզում պատասխանել։ Ես մենակ մի բան գիտեմ։ Իմ համար նա է, որ մենք այս 8 տարվա մեջ տեսել ենք այս վարչապետին, մեզ պետք է նոր նորմալ մարդ եւ նոր նորմալ ուժեր։ Մենք շարունակություն այս վարչապետի հետ չունենք։ Նորմալ քաղաքական ուժ, նորմալ մարդ չեք տեսնում Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին։ Ոչ։ Այս վարչապետից միայն գովելի բաներ ունեմ ասել, ուրիշ ոչ մի բան։ Դե պարչիկ կուզենանք, որ լավ լինի, մեր երկիրը պաշտպանված լինի, ժողովուրդ հապահով լինեն։ Դա մեր ուզած, ուրիշ բան չենք։ Նիկոլ Փաշինյանը այդպիսին է, հիմա ժողովուրդը պաշտպանված է։ Չի ասի։ Այդպիսին չի։ Նենց որ մեր հույսերը չի իրականացրել ինքը, շատ սպասելիքներ ունեինք, բայց դե չարդարացրեց։ Որտեղ է թերացել։ Թե ժողովրդի իմ նկատմամբ մենակ իրանց շրջապատով իրանց մասին են մտածում։ Իսկ ժողովուրդը պաշտպանված չի, ապահովված չի։ Մի ինչ որ ենք անում են, մենակ իրանց օգտին։ Նիկոլ Փաշինյանին անպայման։ Նորից ընտրելու եք նրան։ Անպայման։ Ամեն ինչն էլ արդարացրել է, երկիրը կառուցում է, բոլոր ուղիներով զարգանում է մեր երկիրը։ Կարևոր է խաղաղություն բերեց երկրին, դա ամենակարևոր հարցն է։ Եվ տնտեսությունն է զարգանում, քաղաքաշինությունը։ Տնտեսության ո՞ր ճյուղն է զարգացել։ Դե տնտեսության կոնկրետ ինչի նկատի ունեք, բոլոր ճյուղերն էլ զարգանում են, կարող է մեկը ավելի շատ, մեկը մյուս։ Ես Վանաձորից եմ, մեր Վանաձորը ավիրված էր, թալանել էին, քաղաք ավիրված լրիվ։ Հիմա Վանաձոր որ մտեք չեք ճանաչի, սուբվենցիոն ծրագրեր իրականացվում։ Սամվել Կարապետյանը։ Դեռ ոչ։ Իսկ ինչպեսին եք ուզում նա լինի։ Նորը։ Չէ, չեմ մտածել։ Իսկ ինչպեսին եք ուզում լինի։ Ինձ էս մեկն էլ ձեռա տալիս։ Ես դեռ ծանոթ չեմ, որ ցուցակը լինի վերջնական, նոր կկողմնորոշվենք։ Ես եմ։ Մենք ուզում ենք, որ երկիրը լավ լինի, անհոգ ապրենք, երջանիկ լինենք, տխուր չլինենք, որ միշտ ցենց տխուր մանենք եկել։ Փաշինյանը այդ անհոգությունը բերեց մեր երկրի։ Այո, իհարկե, հիմա դե այդ 44 օրյայի համար մեղադրում են կամ ինչ որ բաներ են ասում, դա քաղաքականությունն է, որ մենք այդքան չենք հասկանում, սովորական մարդիկ ենք։ Հիմա թե ոնց ինչ չգիտենք, դե ով էլ նստում է, լավ բան երբ ենք տեսել։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Ով է, որ մեկը թող ասենց ասեն հայ էսին ով նստում է, բոլորն էլ նույնն են։